3 տարի չկայինք, մեկ էլ հոպ վերադարձ, ոչ մեկ չէր սպասում։ Առաջինը ես ոնց որ թե չեն կանոն։ Մի խոսքով ես ուրախ եմ, շատ, ում որոշումներով որոշեց։ Լիքը մարդ սպասում էր, մենք էլ բազմիցս խոսացել ենք, որ հետաքրքիր պրոյեկտ էր ու գիտես ինչ, մարդիկ գիտեին դեռ շարունակվում այս 3 տարվա ընթացքում։ Ինձ տեսնում էին, ասում էին Այն օրը տեսել եմ ձեզ բան, չգիտեմ, Տիգրան Ժամկոչյանի հետ, այդ ժամանակ ասենք այդ երգը արդեն նոր թափ էր հավաքում, մարդիկ մտածում էին նոր ենք արել այդ պրոյեկտը, ասեմ դե դա 3 տարի առաջ էր արդեն, ասում են լուրջ, մենք նոր ենք տեսել, բայց շատ լավ երգ է ստացվել, բայց ուրիշ ինչ, ով է եղել ձեր մոտ, կամ ով է գալու, ասում ես չէ, վերջացել է արդեն պրոյեկտը, հա, բա ինչ ափսոս, շատ լավ պրոյեկտ է։ Ջան, ինչա քեզ համար առաջին ստուդիան։ Առաջին ստուդիան մի մեծ ճանապարհ է, նախ եւ առաջ մեր ընկերության ոնց որ մի նոր դրսևորման ձև է։ Էլի ունենալու ենք բազմաթիվ հայտնի երգիչներ, ովքեր գալու են ու իրենց այդ համոհոտն են, հա, փոխանցելու մեզ։ Ինձ թվում է, ու դա միանշանակ այդպես է հիմքում մեր երաժիշտներն են, Կամի Ֆրենսն են, հիմքը, ովքեր ապահովում են այդ ի սկզբանե այդ տրամադրությունը։ Ինչ է քեզ համար առաջին ստուդիան։ Երաժշտական հարթակ երևի, որտեղ փորձում ես երգիչների հետ ռեալիզացվել հենց քո նշած ձևով, ու այդ ամեն ինչը փորձում ես սարքել քոնեն, ներդրվել ամբողջովին ու ներկայացնել նորովի երաժշտություն։ Առաջին ստուդիան իմ համար երևի տալիս է այդ հնարավորությունները։ Գև, առաջին ստուդիան դինքը ընդհանուր առմամբ նախագիծ ինքը սենց շատ հագեցած է եւ աշխատատար։ Ամենադժվար պահը, որ եղել է այս եթերաշրջանների ժամանակ։ Իրավիճակ կարող եմ հիշել, որը հաստատ դժվար է, երբ որ Արտուրը գործիքավորում է, գործ ուղարկում է, դու լսում ես շատ կայֆ ընտիր, ունդեղ կա սոլոյի հատված, որը դու պիտի մտածես, մշակես ու ուղարկես Արտուրին, սկսեք քննարկել այդ սոլոյի ձուլվել է այդ ստեղծագործությանը, բայց այդտեղ մի շատ կարևոր նյուանս կա։ Այն ընթացքում, երբ որ դու ստեղծագործում ես, դու ահավոր կապվում ես այդ քո մշակած սոլոյի հետ։ Ու երբ որ դրանից հետո հանկարծ այն կողմից Արտուրը ասում որ դե գիտես կարող է, բայց չէ, հələ մի հատ ուրիշ բան փորձի էլի։ Դու նրա համար արդեն 6 ժամ երիկ չի փորձես արել, հետո էլ դա քոնն է արդեն դարել, դա չես ուզում փոխվի։ Ուտեղ մի քիչ դե հոգեբանական բա դժվար կարելի է ասել դա է։ Երրորդ եթերաշրջանը սկսեցինք ու ինքը բավականին ծանր են նկարանումներ անցնում, ծանր նկատի ունեմ գիշերային հագեցած sense։ Դե դա մի process է, որը պետք է անել, բայց կարծում եմ երրորդ եթերաշրջանը շատ ավելի շքեղ է լինելու, որովհետև թե տաղավարն է փոփոխվել, թե մեր մոտեցումն է արդեն փոխվել, շատ ավելի ուրիշ ձևով ենք մոտենում գործերի, երգերին, եւ ինչպես նկատեցիր, մենք ունենք հեղինակային գործեր, որոնք արդեն ժամանակներ արդեն ամբողջ հանրությանը ներկայացնել։ Առաջին ստուդիայի մասին էլի մի հատ ասա, ինչ քեզ տվեց, չգիտեմ, այդ երկու եթերաշրջանները, հիմա երրորդն ենք սկսել։ Առաջին ստուդիան կարծում եմ մեզ համար փորձառություն է, որպես այդպեսին, որտեվ միշտ մասշտաբը այնքան մեծ է, աշխատանքը մինչև բեմ դուրս գալը այնքան շատ է, որ փորձություն է մեր համար այդ ամեն ինչի միջով անցնելը, այդ ժամանակի մեջ տեղավորվելը, բայց չեք պատկերացնի ինչ ժամացույցի մեխանիզմի ճշգրտությամբ սկսում է աշխատել բենդը այդ պահերին ու փառք մինչև այս պահը ամեն ինչ ժամանակին հասցրել ենք։
Այսօր ընդունված cover-ների փոխարեն մեզ մոտ պրեմիերաներ է։ Ձեր պրեմիերայից կպատմեք Brunette Europe, խնդրեմ։ Ինձ համար շատ սպասված է այս պրեմիերան։ Ես միշտ նստած սպասում էինք տունը։ մեկ է որոշեցինք։ Այդ ո՞նց եղավ այդ մեկ դուք միջև հիմա երկել եք դուետով։ Չգիտեմ, համերգ։ Մերկներ եղել են, որտեղ որ ներկայացել ենք դուետով, բայց սա առաջին օֆիցիալ դուետն է մեր։ Շատ հաճախ են թվացող մարդու հետ, որը կյանքում շատ հանգիստ է, նորմալ է, անմիջական ու հավես, գործի մեջ երբեմն ինչ-որ կոնֆլիկտներ ա լինում, տենց հաճախ ա լինում, դրա համար եմ Կոնֆլիկտ հաստատ չէ, բայց հեշտ էլ չէր։ Հեշտ չէր, գիտես ինչ առումով, որ իրականում երբ որ տղան ու աղջիկը երգում են իրար հետ, միշտ կա տոնայնության խնդիր։ Այսինքն շատ բարդ է գտնել տոնայնություն, որտեղ եւ իմ եւ Brunette-ի համար հարմար կլինի, որպեսի մաքսիմալ երկուսս էլ ներկայանանք շատ լավ, բայց մենք գտանք ամեն ինչ ու Արտուրը նաև մեզ օգնեց, որպեսզի ունենանք այնպիսի սեն շեղումներ, որ ամեն ինչ շատ հստակ եւ գեղեցիկ հնչի։ Բայց շատ լավ ժամանակ ենք անցկացրել այդ ընթացքում։ Հավես էր նաև ընթացքում։ Շատ այդ ստեղծագործական վիճակը, ստուդիայում մինչև առավոտ լույս աշխատելը, գնալ տուն, հետո գալ այդ ամեն ինչը ջնջել, ու ես հետո նորից գալ, նորից սկսել, հետո էլի ջնջել, հետո գալ հասկանալ, որ ամեն ինչ շատ լավ էր, ինչ ենք ջնջել։ Դե դուք երկուսով ճաշակով եք շատ ու այ ոնց ընտրել ու կատարել ճաշակով որակով երգ, որը նաև դառնա հիթ եւ սիրվի լայն մասաների կողմից։ Մենք չենք խորացել, Բացարձակ չենք խորացել։ Դարձես։ Ընդհանրապես ես էլ ինձ թվում է դու էլ չես խորանում, դրա մասին չես մտածում, դեռ երբ որ մտածում ես, կորում է անկեղծությունը, իսկ առանց անկեղծություն իմ կարծիքով երաժշտությունը ոչ մի բան է։ Կարևորը մեր հոգուն շատ կպնի այդ երգը, որովհետև երբ որ դու երգում ես մի բան, որը որ չես սիրում կամ չես հասկանում, հաստատ մարդիկ այդ կտեսնեն, որ ճիշտ չի։ Մեր մոտ սկսել էր մի հատ տենց իրավիճակ, երբ որ մենք ուղակի անընդհատ ծիծաղում էինք, անընդհատ Արտուրը սենց պտտվեց, սենց հայեց։ Ինչ եք անում։ Որտեվ չգիտեինք ինչ անենք այդ պահին, լաց էինք, մեզ որտեվ թվաց այս գործնել չի լինելու, այսինքն եկել ենք ասել ենք մի կետի, որ վերջ։ Բայց շատ բարդ ենք ներկայացնում, այդքան էլ բարդ չէ, հիմա բարդ պահերն ենք ներկայացնում, դուք բարդ բաներ չէիք ուզում լսեիք։ Չէ, այդքան է բարդ չի եղել։ Ու հետո մի պահ արագ գտանք ու այդ կարանք ասենք որ պահնա չի վերջանայի հատվածն է վերջին կուլմինացիոն հատվածն է մենք այսպես հոգնած նստած էինք նեղված տխուր ասեցի հիշում ես այդ միլի վարկանի տարբերությամբ սենց այսի ես ունեմ մի հատ առաջարկ կարող է սենց անենք կարող է չի վերջանով սկսի ու Brunette մի անգամից ասեց թե մի վարկան հետո ասեի դա մենք հավասար ասելու ենք ու հասկացանք որ արդեն ճիշտ ամեն ինչ գնում է ուրախացանք ու դրանից հետո ամեն ինչ շատ արագ գնաց շատ Վերջանա ինքը մերը չի մեր հետանա ես հաստատ գիտեմ սերը չի անհետանա չի վերջանա վերջը սկիզբը չի տխուրանա ինքը հետս չի իմ ստվերնա ես արդեն գիտեմ սերը չի անհետանա Ձայնդ լսելով ինձ սույս տոր ուղղություն ու դար Ձայնդ լսելով փոխում եմ ուղղությունս դար Քեզ ինձնից դար, քեզ ինձնից դու դար Կանգնած անձայն, քեզ թողում եմ արձան Դարձած, կարացած ես դանդաղ, աչքերդ բացես, կարացած
ինքնատիպ, գեղեցիկ, տարբերվող, յուրահատուկ, անուշիկ։ Ջան, Ոնց է։ շատ լավ։ Այսօր մեր մոտ պրեմիերաների օրա։ Այդ երկի մասին կպատմես։ Ինչ պատմեմ, Գրիշ ջան, իմ ամենասիրած երգերից է։ Ամենա։ Նու իմ գրած ամենասիրածս երգերից է, շատ վաղուց էի գրել։ Ու իմ համար չեմ կարող նկարագրեմ ինչ մեծ բան է, որ ես այդ երգը հիմա երգում եմ, ստեղ։ Ու հենց առաջի ստուդիայում ենք պրեմիերա անել, ես չէի սպասում ճիշտ ասած, որ տենց կլինի, բայց շատ ուրախ եմ, որ պես եղավ։ 6 ամիս չկա իր։ Ինչո՞։ Հոգնել էի, շատ էի հոգնել, արդեն 15 տարի էր երգում էի 10 տարի conference-ում։ Ու շատ էի հոգնել, նույնիսկ այնքան հոգնած էի, ինձ թվում էր էր չեմ երգի, բայց այդ ժամանակը ինձ ցույց տվեց նաև այն, որ ես չեմ կարող չի երգեմ ու չեմ կարող չլինեմ իմ ընկերների կողքին, շատ սիրուն էր ամեն ինչ։ Այսինքն քո կարծիքով է դաթարը պետք էր։ Միանշանակ։ Ու ինձ թվում է ոչ միայն իմ կարծիքով, բոլոր նրանք ովքեր ինձ շատ են սիրում ու սիրում են ամեն ինչ, ինչ որ մենք անում ենք, իմ կարծիքով բոլորն էլ համոզվեցին, որ այդ դաթարը ինձ պետք էր ու շատ էր պետք։ Ես գոհ եմ։ Կարելի է համարել, որ այս երգի տեքստը քո 6 ամիսների այդ արտացոլումն։ Հա, շատ մեծ ապրումներ եմ ունեցել այդ երգը գրելուց առաջ, ծանր էմոցիայից է ծնվել էլի։ Հիմա մի քիչ ավելի թեթև է ամեն ինչ, ու ավելի խաղաղ ու ավելի հանգիստ, բայց ապրումները շատ խորն են եղել այդ երգի հետ։ Ընդհանրապես մարդիկ քո նման են, որ շատ դու բաց ես անմիջական ջերմ ես, բայց շատ խորն ես ու շատ բաներ ես թվում ծանր ես տանում։ Հա, բա իհարկե։ Շատ։ Դե պետքա ծանր տանեմ, որ կարողանամ այդքան բաց լինել։ Դու հարմարվող մարդ ես, ընդհանրապես։ Չէ։ Շատ լավ է, շատ։ Չէ։ Տարապես արմարվող չեմ։ Մենք անընդհատ պահում ենք մեր սերը։ Այդ էի ուզում ասեի, դեպի այդ տեղ էի ուզում տանել, որ կոնֆլիկտներ, քանդվել, չգիտեմ, խնդիրներ միշտ կա ու միշտ լինելու է, բայց դու ոնց ես հաղթահարում այդ կոնֆլիկտներից ու խնդիրներից հետո իրար սիրող մարդիկ ինչքանով են իրար հետ միավորվում կամ միավորվում են թե չէ, այսինքն կոնֆլիկտը ուր է տանում դեպի, բայց ստեղ հարցը կոնֆլիկտը չէր, էլի ես օգնած էի։ Լավ, իսկ կոմպրոմիսների պատրաստ եմ գնալ միշտ, սիրում եմ պատրաստ եմ որն է, առանց կոմպրոմիսի ո՞նց կարաս։ Լավ, դու կարաս։ կոնֆլիկտներից հետո դու ես առաջի քայլան, թե զանգում Անուշիկ դե արի էլի Էրիկա բանա։ Ամեն անգամ տարբեր է, գիտես Գրիշ ջան։ Բայց դու էլ ես Ես էլ եմ անում, բոլորս էլ անում ենք, մենք սիրող մարդիկ միշտ էլ իրար հետ մի քայլ առաջ անող միշտ կա։ Ռոբերտ ոնց ես։ Գժվում ենք իրար։ Տպավորությունը sense որ նայում ես, հա, որպես հանդիսատես, շատ sense իրար լրացնում եք, շատ կայֆ է, շատ հավես է։ Հա, կա տենց բան։ Այդ իսկապես տենց է, թե խաղում եք։ Կա տենց բան, կա տենց բան առաջին իսկ օրվանից sense ասեմ, մեր մեջ շատ հետաքրքիր է, նույնիսկ եթե ինչ որ մի բան մեր սրտով չի կամ ես եմ մի քիչ նեղված կամ Ռոբն է նեղված, դե մարդ ենք ամեն ինչ կարա լինի, բայց երբ որ գործը հասնում է կարևոր կետին, մեր մոտ միանգամից այդ սիմբիոզը շատ ուժեղ է ստացվում ու ես էլ ամեն անգամ զարմանում եմ, ոնց կարա այդ տիպի բռնեն մարդիկ իրար, այդ տիպի հասկանան ու ինձ շատ է դուր գալիս այդ մեր կապը շատ յուրահատուկ կապ է, շատ ուրախ եմ որ իրար հետ ենք աշխատում։ Սուդու անթերիս ատերի դերից Անտեղ իմաստ փնտրող մեր հարցերից Նորից գլորվում ենք մենք հենց նույս արծե ծորից
անցավ կողքիս, մեկը պարշողքիս, մեկ դարաշողս, մեկ էր բարես կերտում ոնց սոնվում ա կյանք, մեկ էր բարը ծախում ու սպանում ես կամ բարդ ստորա դասական թե բարդ ու ստոր դասական, միտքն հակասական թե խոսքը վառածական, դիրքը աղավաղված կաղա ու ավիրված, հոգեկան ու խանգարված, կաղքը գառացված, հաղթալա կյանքը կասկածանքներից, Սոդոմանթերի ես անտերի դերից, անտեղ իմաստ փնտրող մեր հարցերից, նորից գլորվում ենք մենք հենց նույնս արծեծորից, հոգնել ա կյանքը կասկածանքներից, սուդու անտերի ես անտերի դերից, անտեղ իմաստ փնտրող մեր Պետք չգաս, հետ կտան Կյանքը իրական չի, իրականա լավ չի Իմաստ կա դա պաստա, հարաբերական ես մենակ դու քո մտքերը Կյանքը հերիք չի քեզ, միշտ մի բան կմոգոնես Միշտ մի բան կմոգոնես Բարդա մենակ մարդը, ուր նա ես թակարդա Ում նա ես հակառակորդը ու ես կյանքին բարդ կա ու պարկ կտան Եթե պետք աստեղ կտան, թե պետք չգաս, հետ կտան Կյանքը իրական չի, իրականա լավ չի Իմաստ կա դա պաստա, հարաբերական ես մենակ դու քո մտքերը Կյանքը հերիք չի քեզ, միշտ մի բան կմոգոնես Միշտ մի բան կմոգոնես Հոգնել ա կյանքը կասկածանքներից Սոդոմանթերի ես անտերի դերից Անտեղ իմաստ փնտրող մեր հարցերից Նորից գլորվում ենք մենք հենց նույնս արծեծորից Հոգնել ա կյանքը կասկածանքներից Սուդու անտերի ես անտերի դերից Անտեղ իմաստ փնտրող մեր հարցերից Նորից գլորվում ենք մենք հենց նույնս արծեծորից Կյանքն ա կարևոր ու հենց դու ես մեղավոր Սահման ես աշխարհում ընտրել ես բան տմենավոր Իմ անտերի գերի Իմ անտերի գերի Կյանքն ա կարևոր ու հենց դու ես մեղավոր Սահման ես աշխարհում ընտրել ես բան տմենավոր Իմ անտերի գերի Իմ անտերի գերի Իմ անտերի գերի Իմ անտերի գերի Կամի Ֆրենցի առանձնահատկությունը ինչու՞մ է քո կարծիքով։ Այն որ մենք շատ սիրում ենք այն ամեն ինչը որ անում ենք ու շատ համերգներ ենք ունենում։ Այն մարդիկ ովքեր որ գալիս են մեր համերգներին հաստատ տեսնում են որ այդ շատ անկեղծ է, որովհետև եթե դա անկեղծ չլիներ, հաստատ 2 տարի հետո էլ չէր լինի, էլի այդ ամեն ինչը։ Հետո յուրահատկությունը ինձ թվում է նաև կայանում է այս տաղավարում, որովհետև այս տաղավարն էլ ու առաջին ստուդիան էլ մեզ տվեց շատ մեծ յուրահատկություն։ Ու մենք այսօր էլի առաջին ստուդիայում ենք։ Անուշիկ Ռոբի դուետի մասին էլ էլի մի քանի խոսք ասա։ Ավելի լավայի մասին է խոսքը ջան։ Վայ այդ երկի մագիան ամենաուժը նենց շատ Մենք ամեն անգամ ապրում ենք այդ էմոցիաները, իսկ թե ոնց է գրվել երգը, այդ ամենահետաքրքիրն էր։ Ես շատ ոգևորված եմ, միշտ երազել եմ հենց տենց process-ի մասին, որ մենք իրար հետ նստենք, միանգամից sense երգը գրվի ու այդ ամեն ինչը ծնվի ու ստեղծվի միանգամից էմոցիայից ու այդ ապրումներից։ Ռիթմիկան, էներգիան այդ երգի վիճակը շատ էր մեզ դուր եկել ու
ես ու Անուշիկը տենց մինչև Արտուրը գործեր անում, արագ մի պահ առանձնացանք իրարից, գրեցինք մի հատ երգ, եկանք Արտուրին Վագին ասին երգ ենք գրել։ Ասին հլը դրեք։ Դրեցինք ու տենց մի անգամից սա սկսվեց իրականում շատ ենք սիրում ու առհասարակ ինձ համար շատ կարևոր է, որ ինքը շատ լայվ գործ է, որովհետև միշտ լինում է այդ խնդիրը, երբ որ անում ենք cover-ներ կամ տարբերակներ, կան գործեր, որոնք որ լայվի ժամանակ էմոցիոնալ մի փոքր ուրիշ են, այսինքն էմոցիոնալ տարբերություններ լինում է։ Այս երգը նենց երգ է, որ ինքը ամեն օր նոր էմոցիա է մեզ տալու։ Ու անհամբեր ենք երբ ենք արդեն երգելու այս երգերը։ Dwell ինձ ավելի տա Կասում եմ ես ուղելի էլի դեն ավելի ես Տանջում եմ կեզ դուել ինձ ավելի տա Կասում եմ ես ուղելի էլի ավելի ես Տանջում եմ կեզ դուել ինձ ավելի տա